Վերջին մեկ տարվա ընթացքում պետություն մասնավոր հատված համապարփակ համագործակցության արդյունքում կառավարությունը նախաձեռնել է հարկային վարչարարության առանցքային բարեփոխումներից մեկը։ Փոփոխությունները նախատեսվում են 3 օրենսգրքերում՝ հարկային, քրեական եւ քրեական դատավարության։ Հարկային օրենսգրքում փոփոխությունները հետեւյալ նպատակն են հետապնդում, այն որ պետական եկամուտների կոմիտեն հարկեր չվճարելու ենթադրյալ հանցանքի վերաբերյալ տեղեկատվություն ձեռք բերելիս ոչ թե պետք է միանգամից ձեռնամուխ լինի հանցանքի վերաբերյալ հաղորդում ներկայացնելուն, այլ ներքին վերլուծական գործիքներով մշակի տեղեկատվությունը եւ հակ վճարողին ծանուցելով փորձի հիմնավոր բացատրություններ ստանալ կատարածի մասին։ Եթե հիմնավոր բացատրություններ չներկայացվեն, հարկային մարմինը թեմատիկ ուսումնասիրությամբ կարձանագրի իրավախախտումը եւ կկազմի վարչական ակտ, որը կարող է բողոքարկվել սահմանված ընթացակարգով։ Միայն դրանից հետո կքննարկվի քրեական հաղորդում ներկայացնելու հարցը։ Բացառություն են կազմելու հատկապես այն դեպքերը, որոնք ենթադրում են անապահ գործողություններ, որպեսզի փաստերը եւ ապացույցները չկորեն, եւ սրա համար կարիք կա օրենսգրքում թեմատիկ ուսումնասիրության կարգավորումներից հանել հաստատապես հայտնի գործարքի հիմքը, ինչպես նաև ուսումնասիրությունը հարկային տարվա ընթացքում միայն մեկ անգամ իրականացնելու պայմանները եւ սրա արդյունքում տարվա մոտ 600 նախնական հաշվարկներից կեսը առնվազն կանցնեն վարչական պրոցեսներով եւ հարկ վճարողների լսելու իրավունքը ամբողջությամբ կիրացվի։ Քրեական օրենսգրքում կվերանայվեն հարկային հանցագործությունների շեմերը, ներկայում խոշոր չափ է համարվում 10 միլիոն դրամը, իսկ առանձնապես խոշոր 20 միլիոն դրամը։ Նախագծով առաջարկվում է խոշոր չափի շեմը բարձրացնել մինչև 30 միլիոն դրամ, երկու հաջորդող տարվա համար մինչև 45 միլիոն դրամ, առանձնապես խոշոր չափի շեմը բարձրացնել մինչև 50 միլիոն դրամ, երկու հաջորդող տարվա պարտավորությունների դեպքում մինչև 75 միլիոն դրամ։ Մոտ 600 քրեական գործեր կապաքրեականացվեն իհարկե հարկ վճարողների համաձայնությամբ, իսկ նախաձեռնված չլինելու դեպքում չի նախաձեռնվի, իսկ առանձնապես խոշորի դեպքում արդեն ծանրից սանկցիան կդառնա միջին ծանրության։ Քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվում են փոփոխություններ կապված քրեական վարույթների ընթացքում կիրառվող արգելադրումների հետ։ Այստեղ առաջարկում ենք լավարկումներ ներդնելով այլընտրանքային մեխանիզմ, որպեսզի հարկ վճարողը քրեական վարույթի ընթացքում ֆինանսական կորուստներ չկրի, մասնավորապես տվյալ դեպքում խոսքը գույքն արգելադրելու փոխարեն դրան համարժեք բանկային երաշխիք տրամադրելու մասին է, որը կիրառելու հնարավորություն գործող քրեադատավարական օրենսդրությունը չի նախատեսում։ Առաջարկվող փոփոխությունները կնպաստեն հարկային ոլորտում իրավական հստակության բարձրացմանը, գործարար միջավայրի կայունությանը եւ պետություն մասնավոր հատված կառուցողական երկխոսության ամրապնդմանը։ Վերջին տարիներին իրավապահ մարմինների կողմից հայտնաբերված թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների թիվն աճել է մի քանի անգամ։ Հանցագործությունների կանխարգելման համար քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանը հեղինակել է օրենսդրական նախաձեռնություն։ Ըստ նրա, հանցագործությունների կանխարգելման երկու ճանապարհ կա։ Պատիժը պետք է լինի խիստ եւ անխուսափելի։ Անցած տարի մենք ընդունել ենք իմ կողմից հեղինակած օրենքի նախագծերի փաթեթը, որով ոստիկանությանը 24 ժամյա հասանելիություն ենք տրամադրել հազարավոր տեսախցիկների հանրապետության ամբողջ տարածքում։ Երբ համակարգը սկսի ամբողջությամբ աշխատել, սա բերելու է բոլոր տեսակի հանցագործությունների բացահայտման թվի աճի։ Падգամավորն առաջարկում է պատիժը սահմանել խիստ եւ համադրելի արարքի ծանրությանը։ Այս օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում եմ խստացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված մի շարք հանցագործությունների պատժաչափերը։ Առաջին, իրացնելու նպատակով թմրամիջոց արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը եւ իրացնելը, եթե տեղի ունենա տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով, օրինակ Telegram կանալով, ապա պատիժը առաջարկում եմ խստացնել եւ 3-ից 6 տարվա փոխարեն նախատեսել 4-ից 8 տարվա պատիժ։ Համանման պատժի խստացում падգամավորն առաջարկել է իրականացնել նաև արարքն անօգնական վիճակում գտնվող անձի հանդեպ կատարվելու դեպքում, իսկ նույն հանցագործությունն անչափահասի ներգրավամբ կամ անչափահասի նկատմամբ կատարելու պարագայում նախագծի հեղինակն առաջարկել է սահմանել առավել խիստ պատիժ, այն է 6-ից 12 տարվա ազատազրկում։ Կառավարությունը նախագծին տվել է դրական դիրքորոշում եւ ներկայացրել առաջարկներ, որոնք ընդունվել են հեղինակի կողմից։ Ոստիկանությունում բարեփոխումները շարունակվում են, կառավարությունն առաջարկում է ոստիկանությունում ներդնել կատարողականի գնահատման նոր համակարգ։ Կատարողականի ընդհանուր գնահատականը կազմված է լինելու ծառայողին վերապահված գործառույթների իրականացման արդյունավետության գնահատականից, ծառայողների ֆիզիկական եւ կրակային պատրաստվածության աստիճանը գնահատելու նպատակով անցկացված տարեկան ստուգայքի արդյունքներից։ Ընդհանուր գնահատականը կազմված է լինելու
Ծառայողին վերապահված գործառույթների իրականացման արդյունավետության գնահատականից, կատարողականի, այսինքն ընթացիկ գնահատականների միջին թվաբանականն է եւ ֆիզիկական եւ մարդկական պատրաստականության արդյունքում ստուգարքների ընդհանուր գնահատականից։ Ատեստավորումն իրականացվում է 3 տարին մեկ անգամ, ինչը հնարավորություն չի տալիս ծառայողների կատարողականի մասով ընթացիկ գնահատումներ իրականացնել եւ տալ ավելի ամփոփ գնահատական ծառայության աշխատանքի մասով։ Ունենք մի շարք ծառայողներ, որոնք 3 տարվա կտրվածքով կարող են շատ լավ արդյունքներ գրանցել, բայց տարբեր պատճառներից ելնելով ատեստավորման բուն քննությունները չհանձնել ոչ պատշաճ, ոչ համապատասխան այն աշխատանքին, որն իրականացրել են 3 տարվա կտրվածքով, եւ հակառակ օրինակը եւս ունենք 3 տարվա կտրվածքով աշխատողը կարող է ոչ փայլուն արդյունքներ գրանցել, բայց պատրաստվելով ատեստավորմանը կարող է մի քանի ստուգարքի արդյունքում լավ գնահատական ստանալ կամ գերազանց գնահատական ստանալ։ Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է վերապատրաստման պահանջը տարածել նաև ոստիկանության կրտսեր եւ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ։ Ներդաշնակեցվում է փրկարար ծառայողների ոստիկանության ծառայողների ատեստավորման մեխանիզմը։ Օրենքի նախագծի համար սահմանվել է հրատապության ռեժիմ եւ քննարկվել նաև երկրորդ ընթերցմամբ։ Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում փոփոխությունները վերաբերել են ավելի ընդլայնված հնարավորություններ տրամադրել մեր քաղաքացիներին դիմելու եւ մասնակցելու ընդունելությանը, ոստիկանությունում ծառայության անցնելու, ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության տեսանկյունից եւս ավելի լավարկված կառուցակարգեր են առաջարկել այս առումով եւ նաեւ նախատեսվել է, որ ծառայողներին պաշտոնի նշանակվելու ժամանակ տրամադրվող բարեվարկության եզրակացության եզրափակիչ մասը եւս հանրայնացվելու է։ Կատարողականի նոր համակարգը նախատեսվում է ներդնել 2027 թվականի հունվարի 1-ից։